Կառավարության շենքի միջանցք, լրագրողներ ու բազում հարցեր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին իրեն բնորոշ սուր որակումներով։ Սկսել է եկեղեցուց անդրադարձել հեծին, հայ-ադրբեջանական հարաբերություններին, ավարտել հայկական բնակավայրերի ադրբեջանական անվանումներով։ Ռուսաստանի եւ Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին այս անգամ Փաշինյանը գործակալ է որակել, պնդել է թե ապացույցներ կան։ Կարծում եմ, որ այն փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ խորհրդային միության ժամանակներից այո նա հավաքագրվել է որպես պակ գործակալ։ Անդրադառնալով եկեղեցու ներսում կատարվող իր հայտարարությունների ինֆորմացիոն հիմքին պնդել է դրանք բազմազան են։ Փաշինյանի համար ինֆորմացիոն ամենահավաստի հիմքը ժողովուրդն է, հետո ԱԱԾ-ն։ Իսկ եկեղեցու ներքին կյանքի մասին ինֆորմացիան իր պնդմամբ ստանում է ԱԱԾ-ից։ Ինֆորմացիոն հիմքերը բազմազան են, ամենահավաստի ինֆորմացիոն հիմքը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներն են, ովքեր առնչվում են, գիտեն այդ թեմաների մասին եւ ցավոք որոշակի շրջանակների հետ շփվելիս ավելի շատ նման ինֆորմացիաների հետ են առնչվում մարդիկ, քան հոգեվոր եւ դա է այն խնդրեմը, որը մենք համարում ենք այլևս անհանդուրժելի։ Հովանավանքից քաղաքացուն բերանը փակելով հեռացնելու դեպքն էլ Փաշինյանը պարզաբանել։ Պարզվում է ոչ թե այդ քաղաքացու ազատ խոսքն էին սահմանափակում, այլ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով էր ՊՊԾ աշխատակիցը բռնությամբ հեռացնում բանկից։ Ես պետական պահպանության ծառայությունից բացատրություններ եմ խնդրել եւ նրանք ասել են, որ որոշում է կայացվել այդ թվում այդ քաղաքացու անվտանգությունը ապահովելու նկատառումով, որովհետեւ նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել եւ դրա համար այդ որոշումը կայացվել։ Փաշինյանը զարմացավ, որ լրագրողները թիրախ են դարձել հարցին, թե հնարավոր է նաեւ նրանց էլ կալանավոր են լրացնելու համար։ Փաշինյանը պատասխանեց, թե լրագրողների դեմ ոչ մի գործողություն չի նկատել։ Ես սովոր չեմ մեկնաբանել իրավիճակներ, որից տեղյակ չեմ, ինչ որ դուք ասում եք լրագրողներին թիրախավորելու մասին։ Առաջին անգամ եմ լսում դրա մասին, չեմ կարող ոչ մի բան ասել, ամեն դեպս եթե առիթ լինի, ոչ թե առիթ լինի, կհետաքրքրվեմ, թե ինչի մասին է խոսքը։ Եթե կոնկրետ ելույթներ նկատի ունեք, խնդրում եմ փոխանցեք, որպեսզի ես ավելի կոնկրետ իմանամ ինչի մասին է։ Անդրադառնալով հեծին Փաշինյանը նշեց, որ դրա ճակատագիրը կախված է արժեքից, եթե հոսանքի գինը տրամաբանական լինի, հարցը կքննարկեն։ Կախված է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումներից, որովհետև այդ որոշումը ինչ որ մի բովանդակություն է ունենալու, որը կամ հնարավոր է դարձնելու կամ անհնար է դարձնելու մեր մտածած սցենարները կամ մեր մտածած սցենարների վրա որոշակի ազդեցություն է ունենալու, մենք կքննարկենք, այսինքն նախ սպասենք տեսնենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինչ է որոշում, դրանից հետո կոնկրետացնենք։ Շարունակությունը, եթե ելնենք այն կանխավարկածից, որ հնարավոր է դառնալու հարցածագելու ինչքան է գինը, գնից է կախված։ Փաշինյանը հայտնեց նաև, որ Ադրբեջանից միայն ցորեն չէ, որ Հայաստան է գալու այլ ապրանքներ բերելու հայտեր են ներկայացվել։ Ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում եւ ըստ էության ստացվում է, որ հոսքերը սկսում են վերադասավորվել եւ Ադրբեջանով Հայաստան հասնելու համար եւ Մինչդեռ Ղազախստանի ի սկզբանե նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել, այսինքն մինչև հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանից առաջ ենթադրում եմ, որ գուցե թե էլի շարժակազմեր լինել, նկատի ունեմ իրավիճակը անդադ փոխվում է, որովհետև նորանոր հայտեր են առաջանում։ Կրկին անդրադառնալով հայկական բնակավայրերին ադրբեջանական անվանումներ տալուն Փաշինյանն արձագանքեց։ Հետո ինչ, շատ բնակավայրեր էլ առաջ այլ անվանումներ են ունեցել։ Ինչու՞ միայն ցարական, դրանից առաջ սուլթանական, դրանից առաջ շահական, դրանից առաջ խանական, դրանից առաջ խալիֆայական։ Այդ քարտեզներում ոչ Հայաստան կա, այսինքն Հայաստան կա, ոչ Հայաստանի Հանրապետություն կա, ոչ էլ Ադրբեջանի Հանրապետություն։ Իսկ մինչ Փաշինյանն այսպիսի հայտարարություններ էր անում, կառավարության շենքի դիմաց երիտասարդներ էին հավաքվել սովորեցնելու Փաշինյանին, թե ինչպես պիտի պատասխանեն Ալիևին, երբ վերջինս հայկական բնակավայրերն անվանում է ադրբեջանական։ Իհարկե մենք հասկանում ենք, որ գուցե հայկական կողմի բանակցողները այդքան էլ հայամետ չեն, հայանպաստ չեն, իրենց առաջ դրված խնդիրները ընդհանրապես հայի ու հայկական շահերի հետ կապ չունեն,
Դրա համար մենք եկել ենք օրինակներով, գուցե ուղղակի չեն կարողանում։ Ես ենթադրում եմ, որ պետք է մտնեինք Facebook եւ Ռուբեն Ռուբինյանը շտապել էր ստանձնել Ալիևի փաստաբանի դեր։ Սադամակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։